Սիրելիներ, ողջույն, ինչպե՞ս եք։ Այսօր աղցան ենք պատրաստելու, այն աղցանն է, որ ես ամեն օր ուտում եմ։ Սա իմ համար է, ոչ մեկ տանը չի ուտելու, ես եմ մենակ ուտելու, ես այս աղցանը պատրաստում եմ որպես ճաշ, սա եմ ուտում, այսպես լինում է։ Սեզոնից սեզոն, այսպիսի ուտեսներ ես շատ հաճախակի եմ անում, այնպես որ ուտեսների նկատի ունեմ աղցաններ, նախուտեսներ են, դուք եք պատրաստեք, ամենահեշտ, ամենաարագ, ամենաօգտակար աղցաններից մեկն է։ Ես շատ սիրում եմ, որ մարդիկ օգտակար են սնվում, սիրում եմ, որ առողջ են սնվում, սիրում եմ, որ իրենց մարմինը սիրում են, իրենց առողջությանը ուշադրություն են դարձնում։ Շատ կարևոր է դա, սիրելիներս։ Այսօր ռուկոլայով, արդեն Հայաստանում գիտեմ շատ վաղուց վաճառում են ու շատ օգտակար է այս աղցանը, այս խոտաբույսը անպայման օգտագործեք։ Ռուկոլայով, կարմիր բազուկով, նախապես եղված եւ պանրով, իմ մոտ ֆետա պանիր է, այն ամենահեշտ աղցաներից մեկն է, որ ուղղակի պետք է արագ կտրատել ու անցնել առաջ։ Իդեպ բազուկը կամ էփում ենք գոլորշու վրա կամ ջեռոցում ենք պատրաստում։ Իսկ ջեռոցում փայլաթղթով ընդհանրապես պետք է ծածկեք ու թողնեք ջեռոցում շատ ցածր ջերմաստիճանում, մոտավորապես 100 աստիճան ջերմաստիճանում, որ ինքը հանգիստ եփվի, որպեսզի իր առողջ սնունդը մնա ներսում, սիրելիներ, պետք չի, որպեսզի ջուրը ջրի մեջ եփվի ու ջուրը դուրս տա, տեսեք, այսպես լավ կարմիրել է մնում։ Եթե մենք այսպես չեփենք, կարմրությունը անցնում է ու իր օգտակար հատկությունները նույնպես։ Խորանարդիկների են բաժանելու ու այսպես կտրատում ենք։ Իդեպ չափաբաժիններ հստակ այդպիսին չկա, աչքաչափով։ Աղցանները ես չեմ սիրում հատուկ չափաբաժին նշել, որովհետև դժվար է չի ասել, օրինակ տեսնում եք, մի քանի հատ փոքրիկ բազուկ է, մի քիչ ռուկոլա է, մի փոքրիկ կտոր պանիր է, այդպես են պատրաստում, սիրելիներ։ Ուրեմն, խորանարդիկներով սա կտրատում ենք ու անցնում առաջ։ Մի փոքրիկ ռուկոլա նորից երկրորդ շերտով ենք ավելացնում ու շարունակում եմ բազուկը տեղադրել։ Սա իմ ամենասիրած աղցաներից մեկն է, որ ես ձմռանը հաճախակի եմ պատրաստում և շատ ուտում։ Հիմա պանիրը պետք է շատ հնեցված չլինի, թարմ պանիրով ավելի համեղ է ստացվում։ Իսկ եթե հենց ֆետա պանիր կարողանաք ձեռք բերել, կստացվի օրիգինալ ձեր աղցանը։ Այսպես։ Ընկույզ, հենց այսպես մեծ ձեռքով մանրացնում եմ, այստեղ մանր չենք ավելացնում։ Մի քանի հատ ընկույզ ենք ավելացնում, աշխատեք բաղադրիչները համեղ լինի, թարմը լինի։ Եթե թարմ բաղադրիչներ չօգտագործեք, ձեր աղցանը համեղ չի ստացվի։ Օրինակ, որտեղ որ ընկույզ կա, որտեղ որ նուշ կա, այս ընդեղերը ես աշխատում եմ լինի շատ թարմ ու համեղ, որովհետև թե համքը փոխվի ու վերջ։ Սա էլ էսպես։ Հիմա համեմելու համար ինչ ենք օգտագործում։ Ես մի փոքրիկ աղ եմ անելու, շատ աղ չենք անում, շատ քիչ, ուղղակի մի փոքրիկ ձեթ և օրիգանո, մի փոքրիկ ամանի մեջ հիմա կպատրաստենք ու կավելացնենք։ Մի փոքրիկ աղ, շատ քիչ եմ աղանում, որովհետև պանիրը արդեն աղ ունի։ Օրիգանո կանաչի, այ օրիգանոն քիչ չի լինում, օրիգանոն ինչքան էլ շատ եք անում, շատ համեղ է ստացվում։ Եվ զեյթունի ձեթ, այսպես, աչքաչափով։ Հիմա մի լավ կխառնենք ու կավելացնենք, այսքանը շատ հեշտ, արագ, տեսքը գեղեցիկ, հրաշք աղցան։ Սիրելիներ, իմ ամենասիրած աղցանը պատրաստ է։
Շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, սնվեք առողջ, համեղ ուտեստներ պատրաստեք, ամեն օր որ տարբեր բաներ պատրաստեք, բայց հասարակ հեշտ։ Ձեր ընտանիքի անդամները չեն հոգնի նույն բանը ամեն օր ուտելուց։ Ու շատ հաճույքով երեկոյան օրինակ աշխատանքից վերադառնալուց հաճույքով տուն կմտնեմ, որովհետև գիտեմ, որ սեղանի շուրջ համեղ ուտեստներ համտեսելով գեղեցիկ զրույց եք անելու։ Սիրելիներս շնորհակալ եմ դիտեցիք, հիմա կհամտեսեմ, ձեզ կասեմ համ ինչպիսին է, իսկ ես շատ հոգնած եմ, կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Հրաշք է, ես ինձ համեղ եմ։